Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, հարկ Աստծո, որ մենք այսօր կենդանի ենք, առողջին կարող ենք գալ Աստծո ոտքի մոտ եւ սովորել իրենից այն փրկության մասին, որը նա պատրաստել է մեզ համար, թող Աստված օրհնի, իր Սուրբ Հոգին տա մեզ, բացի մեր մտքերը, որպեսզի ոչ միայն լսենք, այլ նաեւ կատարենք իր խոսքը եւ ճիշտ հասկանանք եւ կատարենք մեր կյանքում Հիսուսի շնորհքով։ Հիսուսի անունով խնդրեցի ամեն։ Ինչպես գիտենք, մենք այս երամսյակ ուսումնասիրում ենք մի թեմա, որ կոչվում է հավատի դասերը Հեսուի գրքում։ Արդեն հասել ենք 8-րդ դասին, որը կոչվում է հավատի հսկաները Հեսու եւ Քաղեբ։ Հիշելու համարն է Եբրայեցիներ 13:7 համար։ Հիշեք ձեր առաջնորդներին, որոնք Աստծո խոսքը խոսեցին ձեզ, նայեք նրանց կյանքի վախճանին եւ հետևեք նրանց հավատի օրինակին, ոչ թե վատ օրինակների, այլ հավատի օրինակին։ Գիտեք, մարդը երբ որ ծնվում է, հենց սկզբից էլ ինքը օրինակի կարիք ունի, որտեվ երեխան սովորում է բոլոր հիմնական բաները, որին պետք է քայլելը, խոսելը, ընդօրինակելով մեծերին եւ կամ զգացմունքներ արտահայտելը։ Եվ Աստված մեզ այդպես է ստեղծել։ Անկախ տարիքից մենք կարիք ունենք օրինակի, որին պիտի հետևենք։ Բայց սրտի ցավով մենք նկատում ենք, որ մեր երեխաները հակված են ավելի մեր վատ գծերը բնավորության ընդօրինակել կամ վատ սովորությունները, քան թե լավը։ Եվ սա նոր պրոբլեմ չի։ Պողոս Առաքյալը գրում է Հռոմեացիս 7:15-ում, ասում է, քանզի չգիտեմ ինչ եմ անում։ Քանի որ այն չեմ անում, ինչ որ ուզում եմ, այլ այն եմ անում, ինչ որ ատում եմ։ Որտեվ մարդը իր նախահայրերի ակումից հետո, այս գնադամն ու Եվան, որ ընկան մեղքի մեջ, հակում ունի դեպի մեղք, ավելի հեշտ է մեղք գործել, քան թե սուրբ լինել։ Եվ այսօր մենք ուսումնասիրենք երկու հավատի հերոսների մասին, Հեսուի եւ Քաղեբի։ Կարդանք Թվոց 13 30-32 համարները։ Ամաղեկացիները բնակվում են այդ երկրի, ուրեմն մենք հիշում ենք, որ երբ որ իսրայելցիները դուրս եկան Եգիպտոսից, Աստված նրանց հանեց Եգիպտոսից, 40 օր հետո արդեն նրանք Ավետիաց երկրի սահմանն էին կանած։ Եվ Աստված իրենց ասեց, գնացեք, վերցրեք, ես ձեզ եմ տալիս։ Եվ Մովսեսը վերցրեց եւ մարդկանց պահանջով այնտեղ ուղարկեց 12 լրտես, որպեսզի իրենք տեսնեն, թե այդ ինչ երկիր է։ Չնայած կարիք չկար, Աստված ասեց, ես ձեզ տալիս եմ այդ երկիրը։ Եվ այդ 10 հոգին ընտրվեցին նրանք, ովքեր ցեղի առաջնորդներ էին։ Եվ 11-րդը Քաղեբն էր, 12-րդը Հեսուն էր։ Եվ ասում է, որ ասում բարձրացան ասում նրանք վեր գնացին եւ հետախուզեցին այդ երկիրը։ Բարձրացան հարավային կողմը եւ եկան Քեբրոն։ Այնտեղ էին ապրում Ենակի որդիները՝ Աքիմանը, Սեսին եւ Թոլմին։ Քեբրոնը Եգիպտոսի Տայանից քաղաքից 7 տարի առաջ էր կառուցվել։ Նրանք եկան մինչև Էսքողի ձորը, այնտեղից կտրեցին խաղողի մի ողկույզ որդատունքի ճյուղով եւ 2 հոգով այն տարան, այսքան այնքան մեծ էր, որ 2 հոգով այն տարան մի ձողի միջոցով վերցրին նաեւ նռներ եւ թզեր, այդ վայրը կոչվեց Էսքողի ձոր, այն ողկույզի պատճառով, որը նրանք բերեցին։ Նրանք 40 օր այդ երկիրը հետախուզելուց հետո վերադարձան։ Նրանք եկան հասան Մովսեսի Ահարոնի
Եվ իսրայելցիների ամբողջ համայնքի մոտ Կադես Փարանի անապատում լուր բերեցին նրանց եւ ամբողջ ժողովրդին եւ նրանց ցույց տվեցին այդ երկրի պտուղները։ Պատմեցին Մովսեսին եւ ասեցին. Մենք գնացինք այն երկիրը, ուր ուղարկեցիր մեզ, իսկապես այնտեղ կաթ ու մեղր է ոսում եւ ահա դրա պտուղները։ Միայն թե այդ երկրի մեջ բնակող ժողովուրդը հզոր է, քաղաքները պարսպապատ են եւ խիստ մեծ։ Մենք այնտեղ տեսանք նաեւ ենակի որդիների, այսինքն շատ բոյով եւ թիկնեղ մարդիկ էին դրանք։ Ամաղեկացիները բնակվում են այդ երկրի հարավային կողմում, քետացիները, հեբուսացիները եւ ամորհացիները բնակվում են լեռնային շրջաններում, իսկ կանանացիները բնակվում են ծովեզերքին եւ Հորդանան գետի մոտ։ Քաղեբը Մովսեսի շուրջը հավաքված ժողովրդին լրացրեց եւ ասաց. Վեր ելնենք եւ տիրենք այդ երկրին, որտեղ մենք վստահաբար կարող ենք տիրել դրան։ Բայց նրա հետ գնացող մարդիկ ասացին. մենք չենք կարող այդ ժողովրդի դեմ դուրս գալ, որտեղ նրանք մեզանից ավելի ուժեղ են։ Նրանք իրենց հետախուզած երկրի մասին վատ լուրեր հաղորդեցին Իսրայելի որդիներին, ասելով. այն երկիրը, որի միջով անցանք հետախուզելու համար, իր բնակիչներին ուտող երկիր է։ Նրա բոլոր բնակիչները, որ մենք տեսանք, բարձրահասակ մարդիկ են։ Այնտեղ տեսանք հսկաներին, ենակի որդիներին, որոնք հսկաներից են, այնպես որ մենք մեր աչքին, ինչպես եւ նրանց աչքին մորեխների պես էինք։ Այսինքն, այս մարդիկ իրանց հակասում են, ասում են համ լավ երկիր է, այսինքն ասում են ասում է իր բնակիչներին ուտող երկիր է, բայց հետո էլ ասում են, որ այնտեղ շատ բարձրահասակ, թիկնեղ մարդիկ են ապրում։ Այդ ոնց է որ ուտումը, այսինքն նշանակում է, որ հակառակը դա շատ լավ երկիր է, որտեղ այդպես աճում են եւ բույսերն են լավ աճում եւ այն ժամանակ ռադիացիա չկար իհարկե, բայց դա նշան էր առանց ռադիացիային այդքան աճում եւ դա նշան էր, որ իրոք դա լավ երկիր էր, որտեղ եւ բույսերն էին լավ աճում եւ մարդիկ եւ այս մարդիկ բախից իրենց ասածը սուտ էր, ոչ, սուտ չէր։ Մենակ մի մասը, երբ որ իրանք ասեն մենք մորեխի պես ենք, հասկանում եք, դա ինքնագնահատական է։ Մարդիկ կան, որ կամ իրանց դեմինն է մորեխ, կամ իրանք են մորեխ ուրիշի առաջ, այսինքն դա ստրկատիրական մտածելակերպ է։ Կամ իրանք պիտի ստրկացնեն, կամ իրանց պիտի ստրկացնեն, ուրիշ մտածելակերպ չունեն։ Եվ կարծես թե հա ճիշտ են ասում, իրոք այնտեղ այդպես մարդիկ են եւ ռեալ, եթե մտածեն, այո, չէին կարող իսրայելցիները գրավել այդ երկիրը, որտեղ եւ ամրացված էր եւ այդպիսի ուժեղ մարդիկ էին ապրում։ Բայց Քաղեբը, երբ որ ասեց, ինքը ասեց վստահ էր իր վրա, հրեաների վրա ոչ, ինքը վստահ էր Աստծո վրա, ոչ թե ինքն ասել։ Ասում է Աստված մեզ ասել է կտամ, ինչի ենք մենք կասկածում։ Այսինքն միակ մարդը եւ Հեսուն էլ իր հետ համամիտ էր, 10 հոգին ասում էին մի բան, այս 2 հոգին ասում էին ուրիշ բան։ Քաղեբի անունը ծագել է եվրայերեն Քելեբ շուն բառից եւ այս Քելեբը կիրառվում է ուրիշ գրականության մեջ դրական իմաստով, այսինքն ցույց է տալիս ծառայի քաջությունը, հաստատակամությունը եւ Տիրոջ հանդեպ հավատարմությունը արտահայտելու համար, այսինքն ինչպես շները հավատարիմ են եւ հավատարիմ են իրենց Տիրոջը։ Այս առումով Քաղեբը հավատարիմ մնաց իր անվանը, ողջ կյանքի ընթացքում անսասան հավատարմություն ցուցաբերելով Տիրոջը։ Ոչ թե Քաղեբը ավելի լավն էր ուրիշներից, ոչ թե Քաղեբը ավելի հատուկ էր, ոչ, ինքը հատուկ էր իր հավատքով, որտեղ Քաղեբը հավատք ուներ, ամուր հավատք Աստծո խոստումների հանդեպ,
ասում է Աստված խոստացել է, ուրեմն կտա, ինչու ենք կասկածում։ Իր վստահությունը Աստծո վրա էր, Աստծո ուժի վրա։ Ուրեմն գրքում գրված է նաև այդ 10 լրտեսների անունները, Սամուա, Սափատ եւ այլն, բայց ոչ ոք չի հիշում իրանց անունները, բայց լավ հիշում են Քաղեբի եւ Հեսուի անունները, ինչու՞, քանի որ դրանք Մովսեսի կողմից Քանանի երկիրն ուսումնասիրելու ուղարկած մյուս 10 լրտեսների անուններն էին, նրանք մոռացվեցին, որտեղ նրանց անուններն արժանի չեն հիշատակման, ըստ նրանց հաղորդման խոստացված երկիրն անհնար է գրավել, որ իրենք մորեխների նման են այն հսկաների համար, որոնք բնակվում են երկրի որոշ տարածքներում եւ որ իրենց սրտերը վախից նվաղել են Քանանի քաղաքների անառիկ պարիսպների տեսքից։ Ինչու են նրանք վախեցել, որովհետեւ հավատք չունեին իրանց մեջ, Աստված չունեին իրանց սրտում։ Աստված է, որ տալիս է մեզ հավատքի միջոցով քաջություն եւ անվախություն։ Քաղեբը դրական լուր բերած երկու լրտեսներից ավագը պնդում է մեկ այլ հնարավորություն հավատի վերաբերմունքը։ Նա պատրաստ է խոսել այն մասին, ինչ գիտի, որ ճիշտ է, թեև անդիմությանը նույնիսկ հավանական մահվան հանդիման ամբողջ ժողովուրդն ասում էր. քարկոծենք նրանց։ Երբ որ Թվեր 14-10-ի մեջ, երբ որ տեսնում են, որ Հեսուն եւ Քաղեբը ուրիշ բան են ասում, Քաղեբը ասում է մենք հավատքով կարող ենք գրավել երկիրը, նրանք ասում են եկեք քարկոծենք նրանց եւ Աստված միջամտեց, որպեսի նրանց չքարկոծեր։ Չնայած Քաղեբը հավատարիմ էր, բայց մյուսների հետ 40 տարի տառապեց անապատում եւ չբողոքեց Աստծո դեմ, այլ հակառակը մեծ շնորհակալությամբ, երախտագիտությամբ էր վերաբերվում Աստծուն, որ Աստված պահեց իրեն այդ ամբողջ 40 տարիների մեջ։ Կարդանք Հեսու 14 գլխի 6-ից 14 համարները։ Հուդայի որդիները Գաղգաղայում մոտեցան Հեսուին եւ Կենեզացի Հեփոնեի որդին Քաղեբը նրան ասաց. Դու գիտես այն խոսքը, որ Տերը Կադես Բարնեայում ասաց Աստծո մարդ Մովսեսին իմ եւ քո մասին։ Ես 40 տարեկան էի, երբ Տիրոջ ծառա Մովսեսն ինձ Կադես Բարնեայից ուղարկեց երկիրը հետախուզելու, եւ ես նրան սրտից մեջ եղածի պես անկեղծ լուր բերեցի։ Սակայն ինձ հետ վեր գնացող իմ եղբայրները ժողովրդի սիրտը թուլացրին։ Տեսեք, նույնիսկ պիտակ չի կպցնում այդ մարդկանց, չի ասում վախկոտներ, ասում իմ եղբայրները։ Բայց ես ամբողջովին հետևեցի իմ Տեր Աստծուն։ Այն օրը Մովսեսը երթում արեց ասելով. այն երկիրը, ուր քո ոտքը կոխել է, հավիտյան քոնը եւ քո որդիներինը թող լինի իբրև ժառանգություն, որտեղ դու ամբողջովին հետևեցիր իմ Տեր Աստծուն։ Արդահատերն ինձ ողջ է պահել, ինչպես որ ասել էր 45 տարիներին այն ժամանակից ի վեր, որ Տերն այս խոսքն ասաց Մովսեսին, երբ Իսրայելի որդիները թափառում էին անապատում։ Ուրեմն փաստորեն արդեն 5 տարի անցել էր, ինչ իսրայելցիները սկսել էին գրավել այդ երկիրը, արդեն շարունակներ, որ բաժաներ Հեսուն հողերը։ Բայց արյուտես, որ նրանք Քեբրոնը դեռ չէին գրավել, որտեղ ապրում են հենց այդ հսկա մարդիկ։ Եվ ահա ես այսօր 85 տարեկան եմ։ Այսօր ես տակավին ուժեղ եմ, ինչպես որ էի այն օրը, երբ Մովսեսն ինձ ուղարկեց։ Քաղեբը ինքնավստահ եւ ինքնագոհ մարդ չէր։ Ինքը ամբողջ փառքը տալիս էր Աստծուն։ Ասում էր ոչ թե ես եմ, ոչ թե դա իմ շնորհքն է, որ ես այսպիսին եմ, այլ Աստված է ինձ պահել այսպիսին։ Այն ժամանակվա ուժս ինչպես որ էր այժմ էլ այնպես, եւ թե պատերազմելու թե դուրս գալու եւ մտնելու համար։ Հիմա տուր ինձ այն լեռը, որի մասին Տերը խոսեց այն օրը, որտեղ դու այն օրը լսեցիր, որ այնտեղ կան ենակիններ եւ մեծ ու պարսպապատ քաղաքներ, գուցե Տերն ինձ հետ լինի, եւ ես կհալածեմ նրանց, ինչպես որ Տերն ասել է։ 45 տարի էր արդեն անցել,
բայց Քաղեբի սրտին դարդ էր եղել, նա շատ վշտացել էր, որ այդ մարդիկ իրենց անհավատության պատճառով վախենում էին գնալ առաջ եւ դեռ Քեբրոնը չէին գրավել եւ ինքը չուզեց Հեսուից մի հող, որ արդեն գրաված էր, որ լավ էր, արդեն հեշտ էր, չէ, ինքը ասեց դուր ինձ դա, որը դեռ գրաված չէր եւ ասեց ես կգրավեմ, Աստված, եթե կամենա Աստված կգրավեմ, այսինքն ինքը Աստծո կամքին էր նայում, գուցե Տերը ինձ հետ լինի, տեսեք ինքը ինքնավստահ չէր, ինքնագոհ չէր, ինքը ասում եթե Տերը իմ հետ լինի, գուցե Տերը իմ հետ լինի, եթե Աստծո կամքն է, ես կհալածեմ նրանց ինչպես որ Տերն ասել է, ոչ թե որտեղ ես ուժեղ եմ, լավն եմ, չէ, այլ ինչպես որ Տերը որոշել է եւ ասել է։ Եվ Հեսուն օրհնեց նրան, ու Քեբրոնը Հեփոնեի որդի Քաղեբին տվեց իբրև ժառանգություն։ Դրա համար Քեբրոնը եղավ կենեզացի Հեփոնեի որդի Քաղեբի ժառանգությունը եւ այդպես է մինչեւ այսօր, որտեղ նա ամբողջովին հետևեց Իսրայելի Տեր Աստծուն։ Նաև կարդանք Թվեր 14:24-ը։ Բայց որովհետև իմ ծառա Քահաբի մեջ ուրիշ հոգի կար, եւ նա ամբողջովին հնազանդվեց ինձ, սա Աստված է ասում։ Ես էլ նրան կտանեմ այն երկիր, որ նա գնացել էր, եւ նրա սերունդը կժառանգի այն, ամաղեկանիցիներին ու քանանացիները բնակվում են ձորերում։ Աստված խոսք է տալիս, որ Քաղեբը կժառանգի այդ երկիրը, եւ Աստված կատարեց իր խոսքը, որտեղ Քաղեբը հավատարիմ մնաց, հավատաց Աստծուն։ Հավատարիմ բառը հավատաց բառից է։ Չես կարող հավատալ, բայց գործերով անհավատություն ցույց տալ։ Կամ անհավատ ես, կամ հավատարիմ։ Քաղեբը երբեք չմոռացավ Տիրոջ կողմից Մովսեսի միջոցով իրեն տրված այն խոստումը, որ ինքը կմտնի այն երկիրը, որտեղ ոտք էր դրել։ 40 տարի անց նա կրկնում է երկրի վերաբերյալ իր սեփական տեսակետը, որպես սրտից մեջ եղածի պես խոսք։ Այսինքն նրա սրտին դարդ էր եղել։ 5 տարի արդեն անցել էր Քեբրոնը դեռ չէին գրավել, այդ հսկաներին դեռ չէին գրավել։ Նրա հաղորդումը հիմնված էր այն համոզման վրա, որ Աստծո առաջնորդությամբ եւ օգնությամբ Իսրայելը կկարողանա նվաճել երկիրը։ Ի հակադրություն մյուս 10 լրտեսների, որոնք վախ տարածեցին իսրայելացիների շրջանում, Քաղեբը անվերապահ վստահություն ու նվիրվածություն դրսևորեց Տիրոջ խոստման հանդեպ։ Եվ ինքը ճիշտ էր ասում, երբ որ ասում էր ես ամբողջովին հետևեցի իմ Տեր Աստծուն, ինչպես Հիսուս ասում ամբողջ սրտով, հոգով, մտքով սիրեք Աստծուն, այդպես սիրեց Աստծուն Քաղեբը։ Ի հակադրություն նրանց, ովքեր քայլում էին օտար աստվածների հետևից եւ ովքեր ամբողջովին չէին հետևում Տիրոջը, Քաղեբի սիրտն ամբողջությամբ նվիրված էր Տիրոջը։ Նույն արտահայտությունը հետագայում կրկնվում է 2 անգամ, ընդգծելով Քաղեբի հավատարմությունը։ Եվ իր սեփական բնութագրումը համապատասխանում է այն բնութագրմանը, որ Տերը տվեց Քաղեբին, ասեց ուրիշ հոգի է մեջ, այսինքն Սուրբ հոգին է, հավատարմության հոգի է Քաղեբի մեջ։ Նույնիսկ 85 տարեկան հասակում նա շարունակեց օրինակ լինել, թե ինչի կարող է հասնել Տերը մարդկանց միջոցով, նրանց սրտերը լիովին նվիրված են Տիրոջը, որոնց սրտերը լիովին նվիրված են Տիրոջը եւ նրա գործին։ Քաղեբը հասկացավ, որ այն տարածքը, որն ի վերջո յուրաքանչյուր ցեղ կունենա, ուղիղ համեմատական է այն չափին, թե որքանով նրանք համարձակվեցին պահանջել Տիրոջ խոստումները։ Պահանջել բառը այստեղ սխալ է, հավակնել Տիրոջ խոստումների։ Անգլերեն claim։
եւ որքանով էին պատրաստ հավատքով քայլել այդ հողի վրա։ Աստծո խոստումներն ինքնաբերաբար չեն իրականանում անկախ մեր կամքից։ Ավելին դրանք պահանջում են վճռական քայլերով ուղեկցվող հավատ։ Հավատը հաստատվում է արված գործերով, գործերն են ցույց տալի արդյոք դու այդ հավատքը ունես թե չէ, գործերն են արտահայտում մեր հավատքը։ Կարդանք Հեսու 15 գլխի 16-ից 19 համարները։ Հեսու 15 16-ից 19 համարները։ Քաղեբն ասաց. ով որ կարիած սեփերին հարվածի եւ գրավի այն, իմ աղջկան Աքսային կնության կտամ նրան։ Քաղեբի եղբայր Կենեզի որդի Գոթոնիելը գրավեց այն եւ Քաղեբ իր դուստր Աքսային նրան կնության տվեց։ Երկինը գնում էր նրան հորդորեց, որ իր հորից միագարակ ու զինացած իջավ էշի վրայից եւ Քաղեբը նրան ասաց. ինչ պատահեց քեզ։ Աղջիկն ասաց. ինձ մի նվեր տուր, քանի որ ինձ հարավային մի երկիր ես տվել, տուր ինձ նաև ջրի աղբյուրներ։ Այսինքն լավ հասկանում էր այս դուստրը, որ առանց ջրի հողը ոչ մի բանի պետք չի։ Եվ դրա համար հորը խնդրեց, ասեց հարավային երկիր ես տվել, հարավը գիտենք մենք շոկ է հարավում միշտ։ Խնդրում եմ, որ ջուր եք տաս, ջրի աղբյուրներ եք տաս, որտեղ անհրաժեշտ է այնտեղ։ Եվ Քաղեբը նրան տվեց վերևի աղբյուրներն ու ներքևի աղբյուրները։ Այսինքն նա ոչ թե իր քմաճուքի համար էր ուզում, այլ որպեսզի կարողանա այդ հողին տիրություն անի։ Եվ նաև կարդանք դատավորներ առաջին գլխի 13 համարը, դատավորներ առաջին գլուխ 13 համար։ Այս արդեն երբ որ ապրում էին ավետաց երկրում, դատավորներ 1:13 Եվ ասում եմ, եւ Քաղեբի փոքր եղբոր Կենեզի որդին Գոթոնիելը վերցրեց այն եւ Քաղեբն իր աղջիկ Աքսային կնության տվեց նրան։ Եվ նաեւ կարդանք դատավորած 3-րդ գլխի 7-ից 11 համարները։ Դատավորած 3-րդ գլխի 7-ից 11 համարները։ Իսրայելի որդիները չարի գործեցին Տիրոջ առաջ, մոռացան իրենց Տեր Աստծուն եւ պաշտեցին, երբ որ Հեսուն մեռավ եւ իր մեռնելուց առաջ ասաց, որ հավատարիմ եղեք Աստծուն, բայց ժամանակ անցավ եւ նրանք սկսեցին արագ մոռացան Աստծուն եւ սկսեցին պաշտել բաղաղիներին եւ աստարոթներին, այսինքն հեթանոց աստվածներ։ Եվ Տիրոջ բարկությունը բորբոքվեց Իսրայելի վրա եւ նա նրանց մատնեց վիճակետքի Քուսար-Սաթեմ թագավորի ձեռքը եւ Իսրայելի որդիներն 8 տարի ծառայեցին Քուսար-Սաթեմին։ Իսրայելի որդիներն առակեցին Տիրոջ եւ Տերն Իսրայելի որդիների համար մի փրկիչ առաջ բերեց Քաղեբի փոքր եղբայր Կենեզի որդի Գոթոնիելին, որն ազատեց նրան։ Տիրոջ հոգին իջավ նրա վրա եւ նա դատավորություն էր անում Իսրայելում ու երբ պատերազմի ելավ, Տերը նրա ձեռքը մատնեց վիճակետքի Քուսար-Սաթեմ թագավորին եւ նրա ձեռքը զորացավ Քուսար-Սաթեմ թագավորի դեմ։ Նորից հավատքով, ասма Տերը հանձնեց։ Երկիրը 40 տարի հանգստացավ եւ Կենեզի որդի Գոթոնիելը մեռավ, այսինքն քանի Գոթոնիելը կենթանի էր, երկիրը հանգստանում էր։ Այսինքն ժողովուրդը չէր գնում
ինքն էր ղեկավարը եւ ժողովուրդը դադարել էր հեթանոս աստվածներին պաշտել այլ պաշտում էր Աստծուն եւ դրա համար 40 տարի իրանք հանգիստ ապրեցին։ Եթե մենք ուզում ենք հանգիստ ապրել, մենք պետք է սովորենք երկրպագել Աստծուն, այլ ոչ թե օտար աստվածների հետևից գնալ, այլ ոչ թե կեսաաշխարհիկ կյանքով ապրել, կեսը իբր թե հոգևոր։ Ուրեմն, այս պատմությունը կարևոր է, քանի որ եւս մեկ անգամ այն բացահայտում է Քաղեբի քաջությունը, հավատը եւ մարտահրավերներին դիմակայելու պատրաստակամությունը։ Քաղեբը չուզեց հեշտ կյանք, չուզեց հեշտ հողեր, ինքը ուզեց դեռ չգրաված հող, այն էլ ամենադժվարը գրավելու համար։ Եվ սա ինչ է ցույց տալի, գիտեք, այսօրվա գեներալները մի օրում հարստանում են գրփելով եւ ամենալավ բաները իրենց վերցնելով, բայց Քաղեբը եւ Հեսուն տարբեր էին։ Հեսուն չի վերցնում պատրաստի բաներ, ինքը գնում եւ ինքն է գրավում, ուրիշի գրավածը չի ուզում։ Եվ նորից մինչև հիմա Քեբրոնը գրաված չէր եւ ինքը անպայման ուզեց, որ գրավի Քեբրոնը, որպեսզի Աստծո խոստումը կատարվի, որպեսզի օրինակ ծառայի, որպեսզի ցույց տա, որ եթե Աստված մեր հետ է, ուզում է հասկաները լինեն, ուզում է ինչ լինեն, մենք կարող ենք հաղթել իրենց։ Ուրեմն սա ցույց է տալի Քաղեբի քաջությունը, հավատը եւ մարտահրավերներին դիմակայելու պատրաստակամությունը։ Այն նաև ցույց է տալիս, որ իսրայելցիների հաջորդ սերունդը հետևեց հավատի այս հսկաների Քաղեբի եւ Հեսուի օրինակին, քանի որ ավակ սերունդը եզրափակում է իր ժառանգությունը, գալիս է մի նոր սերունդ, որը պատրաստ է դիմակայել մարտահրավերներին եւ շարունակում է իրականացնել Աստծո ծրագիրը Իսրայելի համար։ Այսօր քրիստոնյաները ունեն հաջորդիվ սերունդ։ Այդ հաջորդիվ սերունդը ունի Քաղեբի եւ Հեսուի պես օրինակներ, որոնց օրինակներին հետևի, թե այդ գեներալների պես այդպիսի ղեկավարներ ունեն հոգևոր, որոնք միայն երազում են, թե ոնց նյութական հարստություն ձեռք բերեն եւ նյութական ձևով հաջողություն ունենան եւ Աստծո մասին բոլոր ինչն էլ մտահոգված Աստծո փառքի համար եւ մնացած մարդկանց փրկության վերաբերյալ այն ձևով, որը չի տարբերվում Հեսուին ուղված հիմա դուր ինձ այն լերը խնդրանքից, Աքսան, ինչպես ասին, քաջալերված Ամոսուն կողմից դրսևորում է նույն հավատն ու վճռականությունը, որ դրսևորել է իր հայրը։ Այսինքն, եթե ինձ հողը տվել ես, խնդրում եմ ջուրն էլ տուր, աղբյուրն էլ տուր, որ ես կարողանամ այդ հողին տեր կանել։ Երկիրն իրապես Եհովայի պարգևն է Իսրայելին, սակայն Իսրայելը պետք է յուրացնի այն հավատով ու քաջությամբ։ Նորից խոսքը գնում է հին Իսրայելի մասին, ոչ թե հիմիկվա։ Հավատով ու քաջությամբ պահանջելով այսօրվա Իսրայելը քրիստոնյաներն են, ամբողջ աշխարհով մեկ, բոլոր ազգերի։ Սակայն Իսրայելը պետք է յուրացնի այն հավատով ու քաջությամբ։ Աքսայի վճռականությունը նախանշում է ավետարանների այն կանանց հաստատակամությունը, որոնց ամբողը կամ աշակերտները չկարողացան խոչընդոտել եւ ովքեր չհանձնվեցին մինչեւ չստացան Հիսուսի օրհնություն իրենց եւ իրենց ընտանիքների համար։ Ուրեմն հավատի ջահը հաջորդ սերնդին փոխանցելը վճռորոշ է Աստծո կողմից մեծ վստահված առաքելության իրականացման համար եւ երբ որ գրավում են Հեսուն բաժանում է ամբողջ երկիրը 12 ցեղերին, այսինքն մնացած 7 ցեղին, որտեղ 5 ցեղը վերցրել էին այն Հորդանանի այն կողմում։ Ուրեմն Քաղեբը առաջինը ստացավ իր ժառանգությունը, իսկ Հեսուն վերջինը։ Մինչև այդ պահը Հեսուն երկիրը բաժանեց Իսրայելի ցեղերի, մինչև հիմա ժամանակն է, որ Իսրայելի ժողովուրդը Հեսուին տա նրա ժառանգությունը։ Հետաքրքիր է, Հեսուն որտեղ կուզենա իր ժառանգությունը լինի, որովհետև գիտեք, էլի նորից ասեմ, ինքը առաջնորդն էր, ինքը ամենակարևոր գործը արեց եւ կարծես թե ինքը պիտի իր համար ուզեր ամենալավագույնը։
Բայց տեսենք ինքը ինչ ուզեց։ Հեսու 19 49 համարից մինչև 51-ը։ Երբ վերջացին երկրի բաժանումն իր սահմաններով Իսրայելի որդիների նավեի որդի Հեսուին ժառանգություն տվեցին իրենց տարածքի մեջ, Տիրոջ հրամանով նրան տվեցին նրա ուզած քաղաքը Թամնաթ Սարան, որը Եփրեմի լեռան վրա է, նա շինեց քաղաքը եւ բնակվեց նրա մեջ։ Այսինքն քաղաքը իրականում ավերակ էր։ Ինքը չուզեց լավ սարքված տներով պատրաստի, չէ։ Ինքը ուզեց այս փոքր գյուղի պես քաղաքը, հանգիստ, գյուղաքաղաք։ Եվ ասում է, որ Սելովի մոտ էր, որտեղ Աստծո սրբարաններ, Սելովի մոտ էր այս գյուղաքաղաքը։ Այսինքն Հեսուի համար շատ կարևոր էր, որ ինքը գտնվի Աստծո սրբարանի մոտ։ Քաղաքի անուն է Թամնաթ Սարան, որը վերցրեց Հեսուն իր համար, երկու բառից է բաղկացած, առաջին եւ ինքը բնագրից թարգմանված նշանակում է կարծես մնացորդ բաժին, կան մնացած տարած։ Բոլորը վերցրել են, ինչ որ մնացել էր ինքը վերցրեց։ Այսինքն ինքը այնքան խոնար մարդ էր, այնքան հեզ մարդ էր, չասեց ես մցրեցի, ես արեցի, ես ուրեմն առաջին ամենալավը ինձ պիտի տակ, չէ։ Ասեց ինչ որ մնացել այդ էլ տվեք։ Այն էլ ավիրակ վիճակում տվեցին, ինքը ասма սարքեց եւ նոր ապրեց այնտեղ։ Քաղաքի անունը, որը ընտրել է Հեսուն մնացածից, վկայում է Իսրայելի երկրորդ առաջնորդի ազնիվ բնավորության մասին։ Նախ նա սպասեց մինչև ամբողջ ժողովուրդը ստանա իր բաժինը, հետո Հեսուն որպես ժառանգություն ընտրեց, ոչ թե երկրի խիտ բնակեցված տարածքներից կամ ամենատպավորիչ քաղաքներից մեկը, այլ համեստ քաղաքը կամ գուցե նրա ավերակները, որպեսզի այն վերակառուցի ծանր աշխատանքով։ Քաղեբը եւ Հեսուն, նրանք հեշտ կյանքի չէին վազում, ինչպես այսօրվա ծառայողները, տակ տեղեր են ուզում իրանց ապահովեն հեշտ կյանք։ Ոչ, քրիստոնյա ծառայողի դերը դրանում չի, քրիստոնյան չպիտի վազի հեշտության։ Միայն դժվարությունների մեջ է մեր հավատքը աճում։ Եվ այդ դժվարությունները հաղթահարելու մեջ է, որ մենք կոփվում ենք եւ աճում ենք հոգեվորապես։ Իսկ եթե հեշտ կյանքի ենք ձգտում, մենք եւ հավատքի մեջ եւ այլ հարցերում մենք ուղղակի դեգեներացիա կապրենք եւ վերջ։ Այն ազգերը, որոնք փնտրում են հեշտություն, վերջի վերջո շատ վատ վիճակի են հասնում։ Ուրեմն, ասեցինք, որ Թամնաթ Սարան գտնվում էր Սելովի մոտ, հեռավորության վրա սրբարանի մոտ, ինչը ցույց է տալիս, թե որտեղ էին Հեսուի առաջնահերթությունները եւ ինչին էր կապված նրա սիրտը։ Անշուշտ այն բանից հետո, երբ նոր ծնված ազգը բերվեց խոստացված երկիր, Աստծո օգնությամբ ապահովվեց երկու հատ վայով յուրաքանչյուր ցեղի ընտանիքի ժառանգությունը, նա չէր առարկի Հեսուի պահանջին ավելի տպավորիչ ժառանգություն ստանալու համար, սակայն Հեսուն բավարարվեց համեստ կյանքով, կենտրոնանալով ամենակարևորի վրա, մարմնավորելով Դավթի ավելի ուշ արված աղոթքը։ Այսօր արդյոք այսպես կոչեցյալ հոգևոր առաջնորդները, ծառայողները համեստ կյանքով են ապրում, թե աշխարհից սովորում են տարբեր զիզիբիզի բաներ։ Դավիթը Սաղմոս 27:4-ում ասում է՝ մի բան եմ խնդրում Տիրոջից եւ շատ պիտի փափագեի այն, որ Տիրոջ տանը բնակվեմ իմ կյանքի բոլոր օրերին, որ Տիրոջ գեղեցիկ բարեհաճությունը տեսնեմ եւ նրա տաճարի մեջ խորթացեմ։ Համեստ բառը միայն մի հասկացեք համեստ շոր հագնելու մեջ։ Նո, համեստ կյանք նշանակում է ոչ հղփացած կյանք։ Այն մարդիկ, ովքեր իրանց մասին շատ մեծ կարծիք ունեն, այնքան ծախս են տենում իրանց վրա, դրանք անհամեստ ապրող մարդիկ են։ Իսկ համեստ մարդը շատ ծախսեր չունի, ինքը բավարարվում է ամենակչով, ամենահամեստ բաներով։ Եվ սա է քրիստոնյայի առաջին
տարբերությունը աշխարհիկ մարդուց։ Բայց այսօր քրիստոնյաներ կան, որ նայես չես տարբերի աշխարհից։ Նույն հավակնությունները աշխարհիկ, այս գնանոց, այս ինչը, այն ինչը չի կարելի այդպես, այդ Քրիստոսի ճամփան չի։ Քրիստոս այդպես չի ապրել։ Մեր փափագը պիտի լինի ինչպես Դավիթի փափագը, ինչպես Հեսուի փափագը, ասում եմ մի բան եմ խնդրում Տիրոջից, եւ շատ պիտի փափագե այն, որ Տիրոջ տանը բնակվեմ իմ կյանքի բոլոր օրերին, որ Տիրոջ գեղեցիկ վայելչությունը տեսնեմ եւ նրա տաճարի մեջ խորթացեմ։ Հավատի մեծ հերոսների կյանքի օրինակի մասին խորթացելը կարևոր է մեր հոգևոր աճի համար։ Միևնույն ժամանակ մեր վերջնական մեծագույն օրինակը Հիսուս Քրիստոսն է, նրա կյանքն ու ուսմունքը։ Ուրեմն մենք պետք է հետևենք ինչպես Աստվածաշունչը կարդալու։ Եթե մենք Աստվածաշունչը չենք կարդում, մենք ո՞նց ենք ճանաչելու Հիսուսին եւ հետևելու իրեն։ Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի նյարդաբան Մարկո Յակոբ Բոնին ուսումնասիրել է հայելային նեյրոնների գործառույթը։ Այս փոքրիկ բջջային միացություններին ակտիվանում են թե այն ժամանակ, երբ մենք կատարում ենք որոշակի գործողություն, օրինակ ծիծաղում կամ գրկում ենք ինչ-որ մեկին, թե այն ժամանակ, երբ տեսնում ենք, որ ինչ-որ մեկը կատարում է նույն գործողությունը։ Այս նեյրոնների գործունեությունը նվազեցնում է տեսնելու եւ անելու մինչեւ եղած տարբերությունը։ Եվ այդպիսի խոսքը չի ասում ավելի լավ մեկ անգամ տեսնեմ, քան թե մի քանի անգամ լսեմ։ Մենք թեորիան կարող ենք սովորել բազմաթիվ անգամ, բայց մի անգամ որ տեսնում ենք, ավելի լավ պատկերացնում ենք սա, ավելի շուտ ենք սովորում։ Մեր տեսողական այդ հայելային նեյրոնները շատ մեծ գործ են անում մեր տեսողական, երբ որ տեսնում ենք եւ ինչ ենք անում, նույնը անում ենք։ Կարդանք Էլեն Ուայթի Քրիստոսի առակները գրքից H355։ Էլեն Ուայթը խոսում է Հեսուի կերպարը տեսնելու կարողության մասին։ Նայելով Հիսուսին, մենք ավելի պայծառ ու հստակ պատկերացումներ ենք ստանում Աստծո մասին եւ տեսնելով փոխվում ենք։ Իսկ մենք այսօր նայում ենք Հիսուսին, թե նայում ենք աշխարհին եւ աշխարհի տեսքով ենք փոխվում, այլ ոչ թե Հիսուսին։ Բարությունը, սերը մեր մերձավորների հանդեպ դառնում է մեր բնական բնաստը։ Մենք զարգացնում ենք աստվածային բնավորությանը համապատասխան բնավորություն։ Աճելով նրա նմանությամբ մենք ընդլայնում ենք Աստծուն ճանաչելու կարողությունը։ Մենք ավելի սերտ ընկերակցության մեջ ենք մտնում երկնային աշխարհի հետ եւ անդադար զորանում ենք հավիտենության, գիտություն ու իմաստության հարստությունը ձեռք բերելու համար։ Հռոմեացիներին ուղղված իր նամակի ամփոփ գլխում Պողոս Առաքյալը խոսում է երկու հակամարտ ուժերի մասին, որոնք փորձում են ձևավորել մեր կյանքը։ Մի կողմից շրջապատող աշխարհը իր տարբեր ազդեցություններով ամեն օր փորձում է մեզ ամփոփել իր սեփական կաղապարի մեջ, այսինքն իր ֆորմայով, իր ձևով մեզ դաստիարակել, մեր մեջ ձևավորելով կերտված, որը գործում է դրսից ներս։ Այսօր մարդիկ ուղղակի խելագարված են իրանց արտաքին տեսքի մասին մտածելով։ Աշխարհը այդպես է թելադրում, քո դուրսը, ներսի մասին խոսք չկա։ Բայց այս ազդեցությանը հակազդելու համար Սուրբ Հոգին կարող է վերափոխել մեզ ներսից դուրս, ոչ թե դրսից ներս, այլ ներսից դուրս։ Այնպես ինչպես թրթուրը վերածվում է գեղեցիկ թիթեռի, սակայն որպեսզի այդ գործընթացը տեղի ունենա, մենք պետք է նվիրվենք Աստծուն եւ խնդրենք նրան շարունակել բարի գործը, որը նա սկսել է մեր մեջ, ինչպես գրված է Փիլիպպեցիներ 1:6-ում։ Ի վերջո մենք պետք է գիտակցված ընտրություն կատարենք ամեն պահ հոգով, Սուրբ Հոգով քայլելու համար։ Վերջում կարդանք Էլեն Ուայթի Նահապետների եւ Մարգարեների գրքից H512-513 Քաղեբի հավատն այժմ նույնն էր, ինչ եղել էր, երբ նա վկայեց լրտեսների վատ լուրին հակառակ։ Նա հավատացել էր Աստծո այն խոստմանը, որ նա իր ժողովրդին որպես կալված տա Քանանի երկիրը եւ այս առումով նա լիովին հետևել էր Տիրոջը։
Նա իր ժողովրդի հետ երկար թափառել էր անապատում, այսպիսով կիսելով հանցավորների հիասթափություններն ու դժվարությունները, սակայն նա չտրտնջաց դրա համար, այլ մեծարած Աստծո ողորմությունը, որ իրեն պահպանել անապատում, մինչդեռ իր եղբայրները մեռել էին։ Աստուն չասեց, ես սրանց պես չէի, ինչի ես սրանց հավասար տառապում եմ 40 տարի անապատում, չէ։ Հակառակը ինքը շնորհակալությամբ, երախտագիտությամբ, որտեղ փարիսեցի հոգությունները չէր ասում ես արժանի եմ, որովհետև Աստծո պատվի համար կանեցի։ Չէ, ինքը լավ գիտեր, որ ինքը ոչինչ է առանց Աստծո։ Եվ դրա համար շատ շնորհակալ էր Աստծուց, որ այդ 40 տարիների մեջ ինքը պահեց ու պահպանեց իրեն։ Անապատային թափառումների բոլոր նեղություններում, վտանգներում եւ պատուհասների ժամանակ, ինչպես նաեւ Քանան մտնելուց հետո պատերազմի տարիներին Տերը պահպանել էր նրան եւ հիմա 80 անցել նա չէր կորցրել իր ուժը։ Նույն օրինակ մենք կարող ենք օրինակ վերցնել Քահաբից։ Մենք երբ որ մարդը ընդունում է Հիսուսին եւ կարծում է թե սրանից հետո իր կյանքը հալած յուղի պես է լինելու եւ դա էլ պահանջում է Աստծուց, ես քրիստոնյա եմ, ես քո անունի համար եմ ապրում, ես սենց ինչի եմ կյանքում սենց դժվարություն, ինչի եմ կյանքում սենց դժվարություն։ Ոչ, այդ բոլոր դժվարությունները լինում է, որպեսզի մենք աճենք, զարգանանք, Հիսուսի ամբողջ բույով մեկ, Հիսուսի ամբողջ կերպարը ստանանք, ամբողջական կերպարը։ Ոչ թե պետք է կենտրոնանանք այդ դժվարությունների, վատ բաների վրա եւ բողոքենք Աստծուն։ Դա չի նմանեցնում մեզ Հիսուսին, դա նմանեցնում է մեզ սատանային։ Երբ որ մենք բողոքում ենք, մենք սատանային ենք նմանակում։ Բայց երբ որ մենք փառաբանում ենք Աստծուն եւ երախտագիտություն ենք արտահայտում Աստծուն իր բարության համար, որ մեզ պահում ու պահպանում է, մենք նմանվում ենք Հիսուսի, երբ որ մենք փառավորում ենք Աստծուն։ Նա, այսքան Քաղեբը, իր համար չխնդրեց արդեն նվաճված մի երկիր, այլ այն տարածքը, որ լրտեսների կարծիքով միանգամայն անհնար էր գրավել, այսքան Քեբրոնը։ Աստծո օգնությամբ նա կխլեր իր ամրոցն այն հսկաներից, որոնց զորությունը սասանել էր Իսրայելի հավատը։ Ինքնափառաբանման կամ ինքնամեծերման ցանկությունը չէ, որ հուշել էր Քահեբի խնդրանքը։ Խիզախ տարեց ռազմիկն ուզում էր ժողովրդին մի օրինակ ցույց տալ, որը պատիվ կբերեր Աստծուն եւ քաջարեր ցեղերին, ամբողջությամբ նվաճելու այն երկիրը, որն իրենց հայրեն անհաղթելի էին համարել։ Այսինքն իր անունը բարձրացնելու համար չէր, տեսեք ես այն չեմ անելու, տեսեք, չէ, այլ ցույց տալու, որ Աստծով դու ամեն բան կարող ես Աստծո փառքի համար, այլ ոչ թե քո փառքի համար։ Եվ վերջում կարդանք Ellen White Advent Review and Sabbath Herald մայիսի 30 1912 թվականի իշույթ այդ ժամանակ Քահեբի հավատն էր Աստծո հանդեպ, որ նրան քաջություն տվեց, զերծ պահեց մարդու վախից եւ հնարավորություն տվեց համարձակորեն ու անսասան կանելու իրավունքի պաշտպանության գործում։ Նույն զորությանը երկնային զորքերի հզոր զորավարին ապավինելով խաչի յուրաքանչյուր իսկական զինվոր կարող է ուժ եւ քաջություն ստանալ հաղթահարելու անհաղթահարելի թվացող խոչընդոտները։ Խոչընդոտները այսօր, որ մեզ թվում են անհաղթահարելի եւ գալիս են նրա առջեւ, ոչ թե գալիս են նրա համար, որ մենք բողոքենք Աստծուն, ասենք, այս ինչ չալակ եկավ մեր գլխին, այս ինչ պրոբլեմա։ Ոչ, այլ որ Աստծո օգնությամբ հավատքով հաղթահարենք այդ խոչընդոտը եւ եւս մի աստիճան մոտենանք երկնքին, ամրանանք հոգեորապես, ինչպես Դավիթն է ասում, Աստված սովորեցնում է մեր թևերը կռվի եւ հաղթության։ Իհարկե հոգեոր պայքարի։ Մենք պետք է սովորենք հոգեորապես պայքարել, եթե չպայքարենք, մենք չենք հաղթի Հիսուսով։ Եվ փառք Տիրոջը, որ մեր մեջ դրել է այդ հայլային նեյրոնները եւ նաեւ տվել է իր օրինակը, Քաղեբի օրինակը, Հեսուի օրինակը, Պողոսի օրինակը, ինչքան լավ օրինակներ կան Աստվածություն, որ մենք կարող ենք հետևել այդ օրինակներին եւ իրենց պես ապրել։ Թող Աստված օրհնի մեզ, ակտիվացնի մեր այդ հայլային նեյրոնները,
գալիք մեկ շաբաթվա ընթացքում, որ ամեն օր մենք հետևենք այդ դրական հոգևոր օրինակների եւ ամեն օրվա հետ ավելի մոտիկանանք Աստծուն, խոչընդոտները հաղթարենք փառավորելով Աստծուն, այլ ոչ թե բողոքելով չենք հաղթարի ոչ մի խոչընդոտ, ոչ մի դժվարություն եւ առանց դժվարության չենք հասնի ոչ մի բանի, ոչ մի հաջողության։ Հաջողությունը այնպիսի բան չի, որ ափսի վրա դրված բերեն ասեն, օ, համեցեք, այդպես չի, եւ փրկությունն էլ, հոգևոր փրկությունն էլ երբեք ափսեի վրա հրամցված չէ մեզ համար։ Մենք պետք է սովորենք հոգևոր պայքար, ինչպես Քաղեբն էր սովորել եւ հաղթում էր։ Եվ պետք է սովորենք Հեսուից համեստություն, որի կարիքը շատ ունենք այսօր, որպեսզի նմանվենք Հիսուսին, այլ ոչ թե այս աշխարհի սելեբրիթիներին։ Այսօր այս աշխարհի սելեբրիթիներն են, որ դարձել են մարդկանց համար բահաղներ եւ աստարովներ։ Մի հետևեք ունայն կյանքով ապրող մարդկանց, կապ չունի թե ինչքան հարուստ են իրանք։ Հետևեք Հիսուսի օրինակին, հետևեք Աստվածաշնչում գրված հավատքի հերոսի օրինակներին։ Եվ անշուշտ առաջ կգնաք ձեր հավատքի մեջ եւ անպայման մի օր կհաղթենք։ Եվ պատրաստ կլինենք երկնային արքայությունը ժառանգելու համար, որի համար տրված է մեզ այս ժամանակավոր կյանքը, այս ժամանակավոր կյանքի իմաստը չմոռանանք, որ դա է, որ մենք պատրաստվենք մտնելու երկնքի արքայություն։ Թող Աստված օրհնի մեզ դրա մեջ, Աստծո ողորմությամբ մինչև մյուս շաբաթ։